այս Արցախի հարցով բադահած դեպքերը մեր ազգը հայրենիքը այնպես շարժեց, որ մենք չենք տեսնել անոր արտաքին ցերքերը։ Հայը սկսավ անփաստանելու։ Գուսակցությունները սկսան իրար անփաստանելու։ Բոլսո մեջ օրինակ մեր եկեղեցիները ընդհանրապես լեփլեցուն են, բայց նույնը չէ բարական Հայաստանի մեջ։ Բարեփոխումներու զանգը հնչած է մեր առաքելական եկեղեցու համար։ Ես քեզ ասեմ, որ մազերը դուր է ցույց կտաս, ցերկը դուր է ցույց կտաս, հոգի ցույց տուր։ Եկեղեցին մեր ազգի հոգին է եւ ամենտեղ է։ Մեր հայ աթեիստ եղբայրն 50%-ով քրիստոնյա է։ Թրջունները գսեն, որ այդքան ալ չերմ չեն ձեր հարաբերությունները Անտիլիասի հետ, այսօր ինչպես կբնութագրեք Անտիլիասի աթորի հետ ձեր հարաբերությունները եւ Արամ Կաթողիկոսի հետ ձեր հարաբերությունը։ Թուրքամետ խոսիս թավաջանես, քիչ մը ռուսամետ խոսիս թավաջանես, քիչ մը երոբամետ խոսիս թավաջանես, քիչ մը հայամետ խոսիս թավաջանես։ Ուրեմն այս թավաջանության սկացումն պետք է բոլոր գոմերը փրկվին եւ հասկանան, որ հայեն զատ ուրիշ բարեկամ եղբայրությունի։ Եթե մենք չենք հաջողած իրարու սիրտը կրավել, ինչպես կրնանք կրավել մեր սահմանները, երկրի մեծակույն զորությունը իր բնակչությունն է, այդ բնակչության մեջ եղած միությունն է։ Հինգ դարիներ առաջ այս օրերուն Բոլսո տարավոր հայոց բադրիարքության կահուն գնստեր գնդրվեր Սահակ երկրորդ բադրիարք Մաշալյանը։ Այսօր բադեություն ունեցա Սրբազան հոր հետ զրուցելու եւ դիդարգելու այս ճանապարհը, բադրիարքության ճանապարհը, որ նաեւ հայոց հայ ժողովրդի Դեպի Թուրքիա բացված բադոհանի ամենակարևոր անգյունակարերեն մեկն է։ Բարևձեզ։ Աստվածօգնական Սրբազան հայր ուրախ եմ այս արիթին համար։ Աստված բաբան Սակոջան, ես ալ ուրախ եմ զրուցելու համար քեզ հետ վերստին։ Սրբազան հայր, ծերնդրության անցած է արդեն 5 տարի եւ շատ բաներ փոխվեցան մեր աշխարհի մեջ, մարդկության կյանքի մեջ եւ մեզի շրջաբադող այս դարազաշրջանի մեջ այսօր եթե մենք պիտի թվարկենք հայության համար կարևոր օրագարկերը անպայման պիտի խոսենք հայ թրքական գործընթացի մասին, նաև խաղաղության մասին։ Դուք իբրև 85-րդ բադրիարքը Բոլսո հայոց աթորին ինչպես կդիտարկեք այդ բոլորը։ Հարգավտ է բազմակողմանի է այս թուրք-հայ հարաբերությունները, երբ որ պատմության կոնտեքստին տնենք մենք այսինքն մեր նվազագույն 1400 դարին իսլամության հետ վերջին 1000 դարին թուրքերու հետ հարաբերության մեջ անցած է փայլուն է չերգան, բարեկամության է չերգան, թշնամության է չերգան եւ վերջին 100 դարիները շատ բարեկամական չանցած բայց պատմությունը աշխարհակրությունը ճակատագիրը մեծ դրացներ ըրացեն որպես ժողովուրդներ, որպես պետություններ, հետևաբար երկու կողմերու խելացի մարդիկ, իմաստունները պետք է բարեկամական կամուրջներ հաստատելու չանքերը տապեն, գլլաչլար այդ տարբեր արց է, բայց մենք չենք կրնար դե ֆակտո բացասական, ժիղտական կողմերուն նայել եւ սև կողմը տեսնել եւ այս հարաբերություններու այսինքն կավատին բարապ եղած կողմ տեսնել, այսինքն ես կգարցեմ, որ կետի մգա երկխոսության, բայց այդ երկխոսությունը ինչ արդյունք ուտա, ծեծպես ես ալ վստահ չեմ։ Դուք նաև բադրիարք հայր շատ զուսպ եք այս թեմայով, շատ զգուշ գթվի կլալ, առնվազն մեզի լրագրողներուս համար այդպես է։ Ինչ են գուկա այդ զգուշավորությունը, չեք ուզեր շատ միջամտել կամ չեք ուզեր նույնիսկ կամ միջնորդի թերով հանդես գալ։ Ասիգա կնշեմ, որովհետև նաև մենք շատ լավ գիտենք, որ Թուրքիո մեջ դուք այն քիչ գրոնական ղեկավարներ եք, որ Թուրքիո իշխանությունները մեծ հարկանք ունին ձեր հանդեպ։ Վերջին անգամ նշեմ, որ նախագահ Էրդողանի երդնագալության արարողության դուք անցամբ ներկաներու շարքին էիք եւ
այսպես բադվավոր դեղը գսպաղեցնեիք, ինչու զգուշավոր եք, անգեղձորեն։ Ապրիկյան արակ մգա, գսե որ ան անսը, որ բղդոր չուրին, երկու մոտ ոտքով գմտնե, հիմար է։ Լավ էր։ Ուրեմն մեկը ես զուսպ չեմ, պարզապես ուրիշները շատ կխոսին, դեղի, առանց ինվորմացած, ամեն մարդ կաղապար ունի, հետևաբար այսպիսի աղմուգին մեջ, թուն խելացի խոսքեր ալ ընես, պիտի գործվի, պիտի երտա, ուրեմն զուսպ մնալը, ես կգարձեմ, որ պարտականությունն է նաև հայ ժողովուրդին, մենք շատ նուրբ շրջան ենք անցնենք, մեր ասկային հայրենիքի ճակատագիրը պիտի ճշտվի, եւ երբ որ ցերկը բավական դվյալներ չգան, եւ կուզեք միջամտել, բարձրացնել, եղած ջաշը գնաք ավրել։ Այսինքն գրնակ խափանել։ Այս առումով, այո, թուրքական իշխանությունները հարկանք ունին իմ նկատմամբ որպես հոգևորական, ոչ թե որպես քաղաքական կորցիչ։ Այսինքն երբեմն մենք այսպես մեր ռոլերը, թերերը գխառնենք իրարու։ Եվ այսինքն մեկ ասպարեզի մեջ հաչո եղած եկեղեցականը կգարձենք, որ ամեն ինչի մեջ ալ հաչո պիտի։ Թենիսի չամպիոնը պետք է ֆուտբոլի մեջ ալ չամպիոն դառնա, բոքսի մեջ ալ չկրնար այդպիսի բան։ Հետևաբար ես եւ թուն չեն գիտեր Հայաստանի եւ Թուրքիո միջև անցած այդ թիվանակիտական հարաբերությունները, այդ հարաբերությունները ինչպես զարգացած են, ուր հասած են, ինչ են խոչընդոտները, ինչ են միջամտնող քեր ուժերու աստեցությունը, հետևաբար, երբ որ այս բոլորեն անդեղյակ ենք մենք, կառավարության գլխուն մենք ջարեր կգարտանք, այսպես լա, այնպես լա, շատ արդար չեմ գտներ ես։ Ինչպես որ ես ալ անարդար կգտնեմ, մեկը որ գրոնքեն լուրջ ունի, կսկսի գրոնքեն ջարելու, եկեղեցին չայցելար, բայց ինքը քաղաքարներու թե եկեղեցին եւ եկեղեցականը ինչպես լա, ես ալ կփարգանամ եւ անարդար կգտնեմ անիկա։ Հետևաբար, այո, մենք որպես հայ բոլորս մեր ասկի աբակայով, հայրենիքի աբակայով պետք է հետաքրքրվենք, մենք մեր դեղը պետք է պահենք, մենք լավ եկեղեցականներ պետք է լանք, թուն լավ լրակրով պետք է լաս, մյուսը լավ ջարդարակետ պիտի լա, մյուսը լավ քաղաքագետ պիտի լա, մյուսը լավ թիվանաբեդ պիտի լա, ուրեմն այս բոլորը միասին մեզ կդարձնե։ Ոչ թե մեկ մարդ ամեն ինչ դառնա եւ ամեն ինչ մեջ ջարե, մեծ խոսքերս է։ Այսինքն պետք է մենք մեր դեսանգյունը կրնանք տալ։ Զորնակ որպես բոսը հայ Սագամնագերբով բոսը հայ մտավորագամը, բարձրաստիճան եկեղեցագամը, ես իմ անգյունես կրնամ խոսիլ, իմ պերսպեկտիվես կրնամ խոսիլ, և երբ որ այդ կխոսիմ, անիկա մյուսերուն համար առավելություն է, բայց ես կհասկնամ, որ ասիկա սահմանափակ նայվածք մնե, իմ աչքերուս նայվածք մնե։ Ամբողջականը չէ։ Ամբողջականը չէ, բայց շատ կարևոր է, որպեսզի ուրիշներն ալ, որոնք ավելի ամփոփ այդպես դեսարան գուսեն գազմել, իմ դեսագետս ալ իրենց համար արժեքավոր է։ Հետևաբար որպես Թուրքիայի քաղաքացի, հոնդե ծնած մեծած մեկը, հոնդեի համալսարաններեն շրջանավարտ մեկը, ես ներսեն կջանչնամ թուրքը ով է, Թուրքիան ով է, կարողությունները ինչ են, հետևաբար այդ տեսանկյունեն կրնանք նայել եւ բոսո հայությունը հայության մեջ հատուկ տեղ ունի։ Մենք Հայաստանի հայերը չենք, մենք Սփյուռքի հայերը չենք, մենք Արցախի հայերը չենք, մենք Թուրքիայի հայեր ենք։ Այսինքն սա ըսել է հայոց պատմության համար։ Չարթեն հետո մենք մնացել ենք մեր հայրենիքը եւ լեզու կդերենք թուրքերուն այդ տեսակը եւ մենք կպահպանենք եւ կպաշտպանենք մեր գառույցները չարթից առաջ։ Այսինքն 50 հայկական եկեղեցի կա բոսում։ Ներկայիս։ Հիմա Երևանի 16-17 հատ եկեղեցի կա հազիվ։ Ուրեմն 40,000 հայ մնացած է, մենք 33 եկեղեցիներ ունենք, արաքելականներս, 12 հայ կաթոլիկները, 4 հայ փողոքականները,
Մենք 17 վարժարան ունենք, 3000 աշակերտներով, 2 հայերեն օրաթերթ ունենք, ագոսու ունենք, բարբերաթերթեր ունենք, սանուց միություններ ունենք, բարախումբեր, երգչախումբեր ունենք, աշխույժ հայկական կյանք եւ մշակույթ ունենք մենք։ Ուրեմն այս բոլորը մենք հաջողեր ենք թուրքերու հետ միասին։ Ուրեմն ասիկա փորձ մնա, ասիկա փորձառություն մնա, որ մենք կրնանք բաժնել հայ աշխարհի հետ։ Անոնք ինչպես կընկալեն, անիկա իրենց հարցն է, բայց մենք կներկայացնենք այն երկար պատմությունը, որ հայերը ապրած են թուրքական իշխանություններու ներքո, փառքավաճած են, ապրած են զարթոնք, ունեցել են հայկական սահմանադրություն, այսինքն զարգացած մշակութային կյանքը, ուրեմն այս բոլորը մենք կներկայացնենք։ Հիմա ընդհանուր հայությունը այդ փորձը գարնե ուր գտնե, անիկա իրենց հարցն է։ Հետևաբար երբեմն այդպես Թուրքիայի քաղաքացի լալով բարձրացնել որոշ բաները, ուրիշ տեսակ կընկալվի։ Այսինքն Թուրքիայի լոբին գնա խաղաղության թմբուկը կծառնե։ Շուտով սվինները ցեզի վիդեոյի։ Այդպես, ինչպես ասենք, հետևաբար մենք մեզ մե բանջված դեղեցությունը գտանք։ Երբ որ ցեր առաջնորդությունը կբահանջվի, պատկան իշխանությունները կողմը մենք պատրաստ ենք, բայց երբ որ չբահանջվի, մենք չենք գնալ նետվել առաջ եւ մանավանդ որ ճուրը բղդոր է։ Հա, ճուրը բղդոր է։ Հիմա ով գիտե հայ-թուրք հարաբերություններու աբական ինչ պիտելա, ինչով կընտանա, մարդ չգիտեր։ Հիմա արդեն բոլոր մտավորականները շատ լավ հասկացած են, որ հայերու, թուրքերու հարցը, ազերներու հարցը իրենց մեկախյալ չի եղած պատմության ընթացքում։ Քեր ուժերը որոշեր են։ Քեր ուժերը այդ թրույթները պատրաստել են դասոնք ինչպես խաղաղության մեջ ապրին, ինչպես իրար հետ գրվին։ Հետևաբար նորեն Հայաստանի սահմանները գծողները նորեն պիտի որոշեն այդ սահմանները ինչ պիտի լան։ Այդպես կերևի։ Պատրիարքար, գիտեք, աշխարհի որ գոմնալ երթանք ունենք հայ եկեղեցի парք մեր ժողովրդին եւ կնկատենք որ հայ եկեղեցին շատ լավ գխոսի յուրաքանչյուր երկրի լեզուն, քաղաքական լեզուն։ Գիբրոսի մեջ մեր եկեղեցականները շատ լավ հարաբերության մեջ են pedagogan մարմիններուն հետ, լավ հունարեն գխոսին, նաեւ քաղաքական առումով գսեմ դուք շատ լավ թրքերեն գխոսիք, Անկարայի թրքերենը կհասկանաք, բայց վերջին տարիներուն մենք կնկատենք, որ Հայաստանի մեջ այդ հարաբերությունը նույն հարթությամբ չընթանար, մանավանդ դիտարկեցիք վերջերս ցույցեր, փողոքի ելույթներ եւ բոլորս կսկանք, որ եկեղեցի պետություն հարաբերությունները ճիշտ հունի մեջ չեն։ Դուք ինչպես կդիտարկեք այդ մեկը։ Հայաստանի մեջ արդյունքը։ Այսինքն ես կտեսնեմ այս ընդփախումները բնական, որովհետեւ մեր ազգը պատմության մեջ 3 հարվածներ գերավ։ Մեկը մեծ եղերն էր, երկրորդը համայնավարություններ, երրորդը անկախություն էր եւ Արցախի խնդիր էր։ Ուրեմն ասոնք այնպիսի հարվածներ էին, որ ազգը, եկեղեցին, պետությունը առողջ հարաբերություններ զարգացնելու ժամանակ չունեցավ, որովհետև այսպես հարաբերությունները խաղաղության մեջ կզարգանան եւ կհիմնվեն։ Հետևաբար, երբ որ հատկապես Արցախի գորուստան հետո այդ պատահած երուզերը քաոսային վիճակը շատ բնական է, որ ազգի գազմող ուժերը, կուսակցությունները իրարու հետ խնդիր ունենան։ Ընկերային սոցիալ փորձ կատարած են։ Ուրեմն փապկայի մեջ դրած են 100 հատ սև մրջյուններ, 100 հատ կարմիր մրջյուններ։ Իրենք փույներ ունին այդ մեծ փապկայը, միասին գաբրին, ճաշ ունին, միասին ամենը առանց խառնվելու, բայց
այսինքն իրենց կովեն անցազադեննալ իրարու հետ չեն գրվիր այդպես։ Հետո գարնեն փապկան կսկսին շարժելու, զորավոր շարժում կկատարեն եւ կթողουν։ Գնային որ սև եւ գարմիր մուչունները իրար գտան։ Որովհետեւ կգարձան որ սևերը այդ ասոր բաժարը գարմիր մուչուններ են, գարմիր մուչունները կգարձան որ անոր բաժարը սև մուչուններ։ Հիմա այս Արցախի հարցով բադահած դեպքերը մեր ասկը հայրենիքը այնպես շարժեց որ մենք չենք տեսներ անոր արտաքին ցերկերը։ Հետևաբար այդ շարժումի մեջ հայը սկսավ անփաստանելու։ Գուսակցությունները սկսան իրար անփաստանելու, որովհետև ինչպես ենք շիտակ ախտավորոշում եւ որ չեք ուներ, այնադեն ցել լուծումներն ալ արդարչուլար եւ շիտակչուլար։ Հետևաբար ես կգարձամ որ այս խառնաշփոթ ժամանակաշրջանը փնական է, այսինքն պետք չէ լար, բայց փնական է, մարդկային փնության հարիր է այս եղածները, ուրեմն ինչ կգարոդի արտաքին եւ ներքին խաղաղություն։ Այսինքն ամենեն բղդոր ճուրնալ եւ որ թողուս թուն ինքնիրան կսկսի հստականալու հատակը գիչնա աղդոտությունը եւ հստակացումը հարաճ կուքա։ Ուրեմն հայրենիքի մեջ այն խաղաղությունը արտաքին եւ ներքին երբեք տեղի չէ ունեցած որ այդ ուժերը գուսակցությունները բեդությունը եկեղեցին համերաշխությամբ հայրենիք մգասում են։ Հետևաբար ես այսպես կտեսնեմ եւ այսպես կգարտամ։ Ասոր համար պետք է բոլոր գոմերը հասկանան որ ասիգա հայու անջարակությունը չէ։ Հայու թեմ եղած թավաջանությունը չէ։ Որ բոլոր գոմերը իրար այդպես կան փաստան, չէ։ Այդպես կայբան են, թավաջան է, այսինքն ամենեն թեթեփարը ուրիշ հայու նկատմամբ կորձածածը թավաջան է։ Այսինքն մի քիչ թրքամետ խոսիս թավաջան ես, քիչ մը ռուսամետ խոսիս թավաջան ես, քիչ մը երոբամետ խոսիս թավաջան ես, քիչ մը հայամետ խոսիս թավաջան ես։ Ուրեմն այս թավաջանության զգացում են պետք է բոլոր գոմերը փրկվին եւ հասկանան որ հայեն զատ ուրիշ բարեկամ եղբայրությունի եթե մենք չենք հաջողած իրարու սիրտը կրավել ինչպես կրնանք կրավել մեր սահմանները ինչպես դերդրական դառնալ այսինքն ասկեմը երկրի մեծակույն զորությունը իր բնակչությունն է այդ բնակչության մեջ եղած միությունն է հետևաբար եկեղեցին այդ կողմը հարգավտը իր ճաշտոնը գդարել գուսը բայց մարդիկ երբեմն եկեղեցին ալգսպասեն եկեղեցու բادرուն մեջ փանդարգված անհասկանալի ձեսեր գդարող հաստատությունը այդպես լա այսինքն երբ որ մենք այցելենք այնադեն քույություն ունենա բայց եկեղեցին այդպես երբեք չի եղած պետք չէ լա ամենամեծ վնաս եկեղեցին այս է որ եկեղեցին ասել որ զուս մնացիր քու անգյունիտ մեջ մնացիր ցանկին հետաքրքրող ճշմարիտ հարցերով երբեք մի խոսիր ցայն մի բարձրացներ քաղաքար մի ունեցիր եթե ունենաս մեր ուզածին պես ունեցիր անիկա մեծ անարդարություն է այսինքն եկեղեցին ալ Հայաստանի քաղաքական ցանկին իր մասնակցությունը կբերե իր արավելությունը կբերե այդ ասել չէ որ եկեղեցին եւ եկեղեցականի բոլոր ըսածները պիտի ընդունվի բայց պիտի լսվի այսինքն ի վերջո քեեցիկ սալատ մշինելու համար մեկ տեսակ փանջարեղեն չէ ուրիշներն ալ գխարնես եւ անիկա մեկ փանջարեղենով եղած սալատեն ավելի համով գլա հետեւաբար եկեղեցին ալ իր համեմունք ունի եկեղեցականն ալ իր 2000 տարվա նայվածք ունի թեփքերուն եւ թեմքերուն այս հարստությունն ալ այս հայրենիքի քաղաքակետները պետք է ընկալեն եւ ընդունին Բادرքար մենք հյուրընկալված ենք մայրաթորի մեջ գիտեմ որ շատ բացառիկ բարձր մագարտակի հարաբերություններ ունի եւ մայրաթորի եւ ամենայն հայոց վեհապար հայրաբեդի հետ բայց գարձեք թե նույնը չէ վիճակը հատկապես թրջունները գսեն որ
այդքան էլ չերմ չեն ձեր հարաբերությունները Անտիլիասի հետ, ինչու կհարցնեմ, որովհետև դուք որպես Բոլսոաթոր եւ Անտիլիասը արևմտահայոց հոգևոր գետրոններն եք, այդ մեկը թարավոր հարաբերության արկասիկը գա, պատմությունը գա, անցյալը գա, այսօր ինչպես կբնութագրեք Անտիլիասի աթորի հետ ձեր հարաբերությունները եւ Արամ Կաթողիկոսի հետ ձեր հարաբերությունը։ Նախ շտկեմ մեր հարաբերությունները շատ լավ է Անտիլիասի աթորի հետ, որոշ սահմաններում մեջ, որովհետեւ մենք էջմիածնական աթոր մնենք, քերագայությունը կընդունենք։ Հետևաբար քերագայությունը կընդունենք, հետևաբար չենք կրնար Անտիլիասի եւ էջմիածնի հարաբերություններու ձիրեն շատ տարբեր քաղաքականություն մշակել։ Բայց այդ ասել չէ, որ մեր անձնական հարաբերությունները բաղ պիտի ուլան, չէ, իրենց մե եպիսկոպոսներ եկեղեցականներ մեզ ուկա, մեզ մե գերտա, իրենց հիմնական օրերուն մենք ներկայ ենք, երբեմն աշակերտներ գուարգենք մենք անոնց կարճ ժամանակով հատկապես հայերենի զարգացման ուղղությամբ մեզի կօգնեն, այնպես որ Արամ վեհապարի հետ գզրուցենք, բայց պետք է ընդունենք, որ Անտիլիասի պատկանած բերութահայությունը եւ թաշնակցությունը եւ անոնց կեցվածքը Թուրքիայի նկատմամբ, հայ թադի նկատմամբ հարգավ թե որոշ սահմանափակում կփերը, բայց ասիկա եկեղեցական հարաբերություններու զիրան չէ, ալ ավելի ուրիշ ոլորտներու աստեցությունն է։ Իսկ գիտեք, մեր վերջին տարիներու հիմնական օրագարկի մեջ կարևոր դեղը սպաղեցուց նշեցիք Արցախը, Արցախեն յետք, գարձեք Երուսաղեմի աթորի խնդիրները թիդարգվեցան եւ Դագավին Երուսաղեմի Սուրբ աթորը վտանգի դակ է եւ դուք անձնապես այցելած եք, Նուրհան Պատրիարքին ծանոթ եք եւ այս առումով ինչ են ձեր մտածումները, ինչ են ձեր վախերը եւ որպես հոգեվոր եղբայրը Նուրհան Պատրիարքի ինչ թելատրանքներ կամ քեդնի վրա ինչ տեղեկություն ունիք սրբազանայր, որ մենք գրնանք կիսել մեր արևելքի ագընթիրներուն հետ։ Այսինքն Բոլսո աթորը եւ Երուսաղեմի աթորը շատ խիստ եւ պատմական հարաբերություններ ունեն, հատկապես Հովանես Կոլոտ Պատրիարքը եւ Գրիգոր Շիխտայագիր Պատրիարքի հարաբերությունները եւ անոնք ինչպես հայոց մեկ թարը փրկեցին իրենց հարաբերությունները, այնպես որ զորունակ Բոլսո հայերը երբ որ Բոլսո եկեղեցիներն մեգուն օգնությունն ելգուցեին, որոշած էին, որ երկու հատ ունեն, մեկը Բոլսո եկեղեցի, մյուսն ալ Երուսաղեմի համար։ Անորամար Բոլսո մեջ Երուսաղեմի պատկան գալվածները ավելի շատ է, քան թե Բոլսո պատրիարքությունը։ Այսինքն այդ զորակցությունը կար։ Հարգավ թե հանրապետության շրջանին ասիկա բնականը պակսեցավ, ես 3 տարի ապրած եմ Սուրբագոբ միապանությունց մեջ, հոնալ տեսչություն դրած եմ, շատ կսրեմ հոն, անձնապես կսրեմ, սուրբ տեղերն են եւ հայերը նախանձերի թիրք ունեն հոն։ Բայց գիտեք, նախանձերի թիրք ունիք այնադեն թշնամիներ շատ կունենակ։ Հայության վերջին տերևս 150 տարվա պատմության մեծակույն թշպախտությունը մենք միշտ բագաս եղած ենք։ Այսինքն մեծ եղերնին եթե չեր բադահեր, եթե մենք ալ հույներու պես, բուլգարներու պես, սերբերու պես դեմը այդպես հավաքված լայինք։ Բայց տարածվեցակ եւ շատ քիչ տեղեր կար, որ հայերը մեծամասնություն կամ գեսը կազմեին բնակչության։ Հետևաբար այդ բագասությունն է, որ հարվածեց։ Արցախն ալ նույն հարցը կար։ Երուսաղեմն ալ հիմա նույն հարցը կա, մարդու բագասը կա։ Այսինքն թվականակը մեր կբացի։ Այո, թվականակները կբացին։ Բավական միապանություն չկա հոն։ Որակավոր միապանություն չկա։ Իսկ գաբի մեջ եք Նուրհան Պատրիարքին։ Այո, այսինքն կխոսենք, կայցելենք, ինքը առողջության պատճառով շատ շարժուն կյանք ունի, բայց ինքը շատ բաց է այսպես եկեղեցական հարաբերություններուն, սակայն իրենց խնդիրը Իսրայելի պետության հետ է, առավել է, հոնդեի իշխանություններու հետ է,
եւ անոնց ծրագիրները ինչ է հայոց թաղամասին խիստորեն կապված է անոր։ Հարգավ թե միապանությունը այս կորձերով երբեմն սխալներ կորձած է եւ այդ սխալները գարժևորվին իշխանությունների կողմը բացասական գեղում հայության։ Անոր հարաճ կպետք է առնել մեր ստացած լուրերուն համաձայն սրբազաններն Թեոդորոս Սրբազանը հոսը եւ ինքը բացատրություններ տվավ մեզ կորզընթացի մասին ներգայիս անմիջական վտանգ չկա բայց թադեր կան պետք է շարունակվին անոնք հետաբնթվին եւ իրենք նիցուգը գվայրեն թե Մայրաթոր Սուրբ Էջմիածինին եւ թե Իսպուրքի հայության։ Վերադառնանք Թուրքիա Սրբազանայր մեր արդեն ժամանակը կմոտենա իր ավարտին Թուրքիո հայոց ջագադակրով դեսլագանով աբակայով մտահոգ եք այսօր Թուրքիան ճիշտ է շատ կարևոր թեր ունի մեր շրջանի մեջ բայց նույնքան ներքին խնդիրներ ունի ծեր տնտեսությունը ծանր վիճակի մեջ է եւ հայությունը չեմ լսած, սակայն միդումը գա միշտ տեղափոխվելու այլ երկիրներ հայերը արժանապատիվ կյանք կփնտրեն, ավելի հեշտ միջոցներու յետևեն են եւ բնական է այդ մեկը։ Դուք դիտարկեք այդ բոլորը ծեր սեղանին է այդ աբակայի դեսլագանի խնդիրը Պատրիարքում Քափուի ծեր գրասենյակեն։ Այո, այսինքն մենք մեծ ժարանք ունենք ինչպես որ պատմեցի բոսու մեջ եւ մենք կքաչալենք մեր ժողովուրդը որ իրենց տեղը հաստատ մնան ուրիշ տեղեր եթե երթան գարմիր քորքերով պիտի չդիմավորեն իրենց հետաբար մեկու համար ամենեն թուրին վայրը իր ծնած մեծած միջավայրն է որ վարժված է բայց հայկական իրականությունը հատկապես միջին արաբերքի մեջ չթույլատրեր հայերուն որ երկար ժամկետով խաղաղություն ունենան եւ երբ որ խլրդումներ ունենա հայը միշտ արտասահման գուխ է իր աչքերը որովհետեւ հայը գսե որ մեկ անգամ գուքամ կյանքին եւ այդ կյանքը որակավոր ապրիմ վախերու մեջ չապրիմ երկրորդ պատրվակն ալ ես քաշեցի զավակներս հանգիստ ունեն Պարկասո քիչ է բայց Երբ որ այդպես ունեցողներուն հայացքները նաև հայրենիք ուղված է։ Այսինքն կան մարդիկ, որոնք իրենց աբական հայրենիքի մեջ կտեսնեն։ Անոնց թիվը պետք է շատցնել։ Անոր համար մենք զորավոր զոր հայրենիք պետք է ունենանք։ Քրավչության գետրոն պետք է դառնա։ Ոչ թե արտաքախտ ունեցող, ներքախտ ունեցող երկրի պետք է վերածվի։ Որովհետև հայերը ի վերջո ժամանակը գուքա ամեն դե անանքից ըլլալիք քաղաքական վիճակներ կունենանք Թուրքիաբական ալ չենք դեր մենք այսինքն Թուրքիա ներքին քաղաքական վիճակն ալ շատ հանգիստ չէ եւ Թուրքիո մեջ ալ այդ բարակտման հզոր քիծեր կոյացած են որոշ մարդիկ ներքին պատերազմի մասին գխոսին զորունակ որոշ քաղաքակետները իր ինքը շրջապատված է խնդրահարույց դրացիներով եւ չես գիտեր ինչ կբադահի այդ դրացիներն ալգսեն ինքը խնդրահարույց է այո բայց այսինքն այդ չի տարբերեր խնդրահարույց վիճակ մկա եւ ինչ կուկա հոնդան մեջտե չեն գիտեր հետավապար գա այդ ինչպես ասենք մոդեցումները հագումները թեպի արտասահման քաղտելու հատկապես երդասարտներու մեջ պետք է խոստովանենք որ հայ-թուրք հարաբերություններու ամենեն բացասական կողմը թուրքերու համար հայու անունը հայհոյանքի վերածված է հայերու համար ալ թուրք անունը հայհոյանքի վերածված է եւ բոլոր հայկական խնդիրներուն ցեղասպանության Արցախի խնդիրներ Հայաստանի Թուրքիա հարաբերություններուն միշտ քաղաքակետներ եւ մամուլի մեջ մենք հայհոյալից լեզու կգտնենք հայերու թեմ այսինքն ադելության հանցանք մը կկործվի բայց ներիկ բամությունից շատ կքանքադից բայց քանքադելի
տեղ չկա եւ մենք վարժված ենք մեր սերունդի մարդիկը բայց երիտասարդի համար այս շատ դժվար գրելիք թերմն է իր ասկի անունը իր պատկանելիությունը իրեն համար սրբությունը իր ապրած երկրի մեջ հայհոյանքի վերածված է թյուրին չէ Տուն հիմա գրնած երևալ հոստե 40,000 թուրք ապրեր ինչ գլար անոս վիճակը այսինքն փամնալ չնեիք Գոշտ գերբով թուրքը նույնիսկ պիտի ասեիք որ Հայաստանը թուրքը դարբեր է արտասահմանը թուրքը դարբեր է բայց այդ պիտի չփոխեր իրականությունը անոր համար նայեցեք Թուրքիո մեջ 2000-ից քիչ հույն մնացած է նվազած է այսինքն ինչու որովհետև նույնն է այսինքն իրենք այդպես ճշնամական մտնոլորտի մեջ աբակա չեն դեսներ բայց ի վերջո ամեն մարդ իր գտնված երկիրը ցանկը հյուսած է հարստություն ունի շարակ ունի ցկել թույլ երթալ ամեն մարդու համար թույլ չէ ամեն մարդ այդ ճամփաները չունի երթալու հետո մենք մեր ցանկը պիտի շարունակենք Թուրքիայում հուսալով որ խաղաղություն պիտի դրե Երբ որ խաղաղություն դրե անգե ամեն մարդ կօգտվի Գիտեք Սրբազան հայր այս թարուն այս ժամանակներուն դուք հոգևորական կորձի չեք բայց կնկատենք ամենտեղ որ մեր ժողովուրդը գհերանա եկեղեցին այդ արումով բարեփոխություններ ու գարիքը գտեսնեք մեր եկեղեցի մեջ կմտածեք այդ մասին որովհետև Բոլսո մեջ օրինակ մեր եկեղեցիները ընդհանրապես լեփլեցուն են բայց նույնը չէ բարական Հայաստանի մեջ կամ Գիբրոսի մեջ կամ այլ քաղաքի մեջ որ 3 հոգիով բادرակ կնեն իսկ բոլսոցեր բادرակած եկեղեցիները ես հաջող կհետևիմ ասեղն դելու դեղ չի գա ինչ է տարբերությունները եւ արդյոք բարեփոխումներու զանգը հնչած է մեր արաքելական եկեղեցու համար Եկեղեցին ապրող էություն է, հետևաբար միշտ փոփոխություններ կան։ Միայն թե հայ արաքելական եկեղեցին սա սահմանափակություն ունի։ Այսինքն մենք ամբողջ աշխարհի դարածված իսպիրկ ունեցող եկեղեցի ենք։ Այսինքն իսպիրկ սա է 100 տեսակ երկրի մեջ հայություն կա։ Եվ հայ արաքելական եկեղեցի ամենեն զորավոր շղթան է այդ հայությունը միացնողը եւ ունի 1700 տարվա անցյալը ունի ձեսը ունի քաղաքապարախոսությունը հավատքը փոխանցելիք եւ անիկա առնող ժողովուրդը ուրեմն հիմա այս եկեղեցին որ գեդե պիտի փոխես Ամերիկայի գտնված մասը պիտի փոխես, Բորիս գտնված մասը պիտի փոխես, Հայաստան թե Ավստրալիա գտնվող, South Africa գտնվող մասը պիտի փոխես, թե Ռուսաստան, Մոսկովա գտնվող մասը։ Որ մեկը, ամեն մեկը փոփոխություն կուզե, այո, բայց որ մեկը պիտի փոխես, ինչպես պիտի փոխես, ինչպես քովկովի պիտի կաս, այսինքն գիտես հին բատմը գա, ոտքի է, առնվազն ոտքի է, եւ Գսես որ հոնդեն որոշ աուսներ շատ հինցած գերև, քաշենք անիգա, նորերը տնենք, բայց չես գիտեր այդ ամբողջ բադը գրնա փուլքալ։ Անոր համար զորօրինակ մենք, այո, քրափարը կորցածված լեզումը չէ, բայց ամբողջ հայությունը միացնող ուրիշ փամությունիկ մենք։ Քրափար բադարակը, որ ուր որալ երթաս, եթե այդ բադարակին զանոթես, թուն քեզի հայրենիքի մեջ կսկաս։ Եվ այսպեսով հայ արաքելական եկեղեցին հայ ժողովրդի համար հոգևոր հայրենիքի կվերածվի, իսպիրկի մեջ հատկապես։ Մեր եկեղեցի թերը ես ինչպես կտեսնեմ, գիտեք, երբ որ համրիչը վարդարամը մտածենք, հատիկներով հյուսված է, ուլիկներ կան, մեկ ալանուր մեջ գտնվող չվանը կա, այդ բոլորը կմիացնել, թուն չվանը չես տեսնել շատ։ Հատիկները կտեսնես, հատիկները կարևոր է գսես, բայց այդ չվանը շատ կարևոր գործ մգնա։ Այդ չվանը կմիացնե այդ բոլոր հատիկները, մեր ասկի բոլոր գարույցները, բեդութենեն սկսյալ, թբրոց, քեղարվեստներ, ամենը հատիկներ են։
եւ անոնց մեջը անցնող այդ հոգեվոր գիծը հայ առաքելական եկեղեցի է, այսինքն այս քիշերը իր խաչագնքելով բարգած հայը հայ եկեղեցու անդամ է եւ հայ եկեղեցին անոր վրա աշխատած է վաստակ ունի եւ ինքն ալ այդպես կտեսնա այսօր ըստ փախտի հայ եկեղեցին կացո եւ մոմ վարած հավատացյալը այս եկեղեցու այդ կապվածությունը ունի երբ որ ասոնք հավաքես այնտեն անիկա ասկի գվերածվի այսինքն գիրակնորիա եկեղեցու հաջախականությունը շիդակ պատկերը չէ եկեղեցու ճշմարիտ աստեցության ուրիշ բաներում պետք է նայել ընկերային բաներում պետք է նայել ես քեզ ասեմ որ մազերը դուր է ցույց կտաս սերկը դուր է ցույց կտաս հոգի ցույց տուր եկեղեցին մեր ասկի հոգին է եւ ամեն տեղ է մեր հայ աթեիստ եղբայրն 50%-ով քրիստոնյա է որովհետեւ իր ձներուն մեջ 1700 տարի այս եկեղեցին աշխատած է եւ թրած է եթե նույնիսկ մեսրոպյան դարերը քրել գարտալ գիտեն արդեն ինքը քիծ մունի հոգեվոր քիծ մունի այս եկեղեցին գապվող եւ իրավես հայ մտավորականությունը քիդագից է ասում անորամար եկեղեցու հաջախականությունը չափանիշ չէ մարդիկ որ պետք ունենան ալավելի եկեղեցի գերտան բայց հավատքը համահավասար չէ եկեղեցի հաջախականության ուրիշ բաներ պետք է նայել եւ փնտրել շնորհակալություն Բադրիարք հայր այսպես հոգևոր շեշտերով ավարտեցինք մեր զրույցը խոսեցանք Թուրքիա-Հայաստան հարաբերություններում մասին, Թուրքիո իրավիճակին, նաև դիտարկումներ կատարեցինք Երուսաղեմի եւ Մեծիդան Անգելիկիո Գաթողիկոսյան վերաբերյալ եւ անշուշտ այդ բոլորի գարմիր թելը հայոց եկեղեցու հանդեպ մեր հավատքներ եւ ներկործությունը մեր ազգային կյանքի մեջ։ Հյուրս Բոլսո հայոց Սահակ II Պատրիարքներ անգերց զրույց ունեցանք ավարտին նաև մեր ագնտիրներում պիտի հորդորեմ լայք մսեղմել բաժնել այս տեսանյութը ինչու՞ չէ նաև դեղին եւ գիրտ մեկնաբանություններ գրել այդպիսով խթանած գլակ արևելքի անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես